Նախքան որ կատարյալ, այսինքն լրիվ ժամով ծառայության մեջ գնայի, ես մի հատ գործարանում աշխատում եմ եւ այնքան ծանր էր այդ մեր աշխատանքը, երկաթներ ենք տաշում, ծանր բերեր ենք բարձրացնում, որ երբ որ գնում եմ տուն, արդեն հոգնած, մենակ մի հատ հաց եմ ուտում ու քնում եմ։ Քանի ժամանակ անցավ, տեսամ, որ ես իմ հոգևոր կյանքից մեջ չեմ աճում։ Ես սկսեցի մի գործ անել։ Ես երբ որ գնում էի աշխատանքի, ամեն օր ասում եմ, երբ կլինի գնամ տուն եւ Աստծո խոսք կարդամ։ Երբ կլինի գնամ տուն եւ մենիկ պահ ունենամ Աստծո հետ։ Եվ այդ փափակը առավոտից գիշեր իմ մեջ գոյացնում եմ։ Եվ երբ որ գնում եմ, թեև հոգնած էր մարմինս, բայց իմ մեջ մի հատ մեծ փափակ կար Աստծուն հանդիպեմ։ Մեր ընտանիքը բազմանդամ էր, ամենը քնում են 12-ից հետո 12-ից մինչև 1:30 ես լույս եմ վառում եւ Սուրբ Գիրք եմ կարդում, տարբեր գրքեր եմ կարդում, աղոթում եմ, Տեր, խնդրում եմ ինձ օգնի, որ կարողանամ քեզի հետ ապրեմ ավելին եւ այդպեսով, որովհետև առավոտից գիշեր այդ փափակը իմ մեջ գոյացնում եմ, այդ ժամանակ էներգիա ունիմ, երբ որ գիշերը գնում եմ եւ ուզում եմ Աստծուն հետ հանդիպում ունենայինք։ Բայց եթե այդ փափակը ինքներս մեր մեջ չգոյացնենք, եթե այդ նետերը չխփենք գետին, բոլոր էությունով, բոլոր զորությունով, այդ ժամանակ մենակ մեր պարտականությունը կկատարենք Աստծո համար։ Դրանից ավելը չենք անի եւ Աստված այդ չափ մեզի կօրհնի։ Մեր նպատակները ինչը քրիստոնեական կյանքի մեջ, մեր նպատակները սա է, որ մենք սուրբ կյանք ապրենք։ Աստծո խոսքը ասում է, որ ինչպես որ ես եմ սուրբ, դուք եք սուրբ եղեք, ոչ ոք չի կարող Աստծուն տեսնի բացի սրբությունով։ Մենք պետք է սիրո մեջ ուրիշների հանդեպ փափակ ունենանք։ Մենք պետք է Տեր Հիսուսի մեծ հրահանգը կատարելու գնացեք բոլոր ազգերը ավետարանը քարոզեցեք։ Ոչ թե մենակ հարևանիս, ոչ թե մենակ բարեկամներիս, ավելին եմ ուզում քո խոսքը ուրիշներին տամ, ուրիշ ազգերին եմ ուզում քո խոսքը տամ, Տեր Աստված, ինձի գործասրու, ես չեմ ուզում, որ մի հատ անոթ լինեմ, որ անպիտանի լինի։ Մենք ուզում ենք, մեր նպատակը սա է, որ մենք վկա լինենք Հիսուսի համար, դուք իմ վկաներն եք, սա է մեր նպատակները, մենք արդարության համար պիտի նախանձավորություն ունենանք, մենք Աստծուն փառավորելու համար պետք է նախանձավորություն ունենանք եւ ասենք, որ Տեր, ուզում եմ այդ նետերը ամեն օր ավելին ու ավելին, ավելի զորավոր նախանձավորությունով գետինը զարկեմ։ Պարսկաստանում մի հատ քույր ունեինք, հրյա էր, ինքը այսպես պուճուրիկ քույր էր, նիհար, ինքը նախքան Պարսկաստանի հեղափոխությունը գնացել էր Ֆրանսիա եւ ֆրանսերեն լեզվի մասնագետ էր դարձել եւ այդտեղ կոմունիստական շարժումները միացել էր իրանց եւ միացել էր իրանց շատ նախանձավոր հետ էր վերադարձել Պարսկաստան նախքան հեղափոխություն, որպեսզի այդ կոմունիստների ծրագիրներին մասնակցի, տարածի, երբ որ հեղափոխություն, նախքան հեղափոխություն, իսլամիստները, իսլամականները համագործակցում են մինչև անգամ անաստվածների հետ, որպեսզի այդ կառավարությունը ոչնչացնեն։ Բայց երբ որ այդ ամեն խումբերը միացան իրար հետ եւ կառավարությունը ոչնչացավ, թագավորը փախավ երկրից եւ գնաց, իսլամիստները ուժեղացան ու սկսան ուրիշ խումբերին հալածել, սկսան կոմունիստներին, ուրիշներին բանտ գցել եւ այս մեր քրոջը բանտ էին գցել, ինքը այդ ժամանակ անհավատ էր եւ երբ որ բանտի մեջ էր եղել, ասել էին, որ դու պետք է բանանես, դու պետք է Աստծուն հավատաս, քո հավատքդ փոխես Աստծուն հավատաս։ Եվ ինքը ասել, եթե Աստված կա, պետք է ինքը ինձ հայտնի։ Եվ ասում է, այդ գիշեր իմ բանտի մեջ իմ բանտախուցի մեջ իմ մի հատ փոքր լուսամուտ կար, իմ ընկերս քնած էր, հանկարծ տեսան, որ մի հատ լույս եկավ սենյակը եւ բոլոր սենյակը լուսավորեց։ Եվ Տիրոջ ձայնը լսացի, որ դու պիտի ինձ հետևես, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ այդ լույսը նորեն այդ ասում եմ, ես ապշած մնացել է, չգիտեի ես սա ով է։ Եվ այդ լույսը նորեն գնաց եւ ոչնչացավ։ Եվ զարմացած մնացել, այս ինչ լույս էր, ինչ բան էր, որ իմ ընկերս էլ չհասկացավ այդ բանը։
բայց ասում եմ հիշեցի, որ այդ օր ասել էի, որ եթե Աստված կա, պետք է ինքը ինձ հայտնի։ Եվ ինք հասկացել էր, որ Հիսուսն է, որ այդ բանը իրան հայտնվել է։ Եվ եղբորից, որ հավատացյալ էր, խնդրել էր ավետարան բերի բանտ եւ այդտեղ ապաշխարել էր, սիրտը հանձնել էր Տիրոջը եւ տեսել են, որ իր վարվելակերպը փոխվել է եւ կանչել էին, ասել են, որ լավ է, որ դու Աստծուն հավատում ես, բայց եթե իսլամ դառնաս, այդ ժամանակ ես մենք քո քանի տարին, որ մնացել է բանտ պիտի մնաս, քեզի կազատենք։ Եվ ինքն ասել էր, որ 3-4 տարի Լենինի քյաչալ գլխի համար բանտ նստեցի, մի քանի տարի էլ Հիսուսի համար բանտ կմնա։ Եվ քանի տարի էլ մնացել էր ու ազատվել էր, դուրս էր եկել եւ եկեղեցի միացավ, եկեղեցում մեծ նախանձավորություն ուներ, եկեղեցում ծառայավ եւ եկեղեցին աճավ իր ծառայությունների պատճառով եւ իմ մի հատ ուսուցիչներից էր ինքը, որ ինձ սովորեցրավ եւ ինքը իմ ձեռնադրությանս օրը որպես հովիվ ինձի ասավ, որ եթե մի հատ եկեղեցում միայն մի հոգի այնքան նախանձավորություն ունենա Աստծո համար, որ ծունգի գա այդ եկեղեցի մեջ եւ խնդրի Տեր այստեղ արթնություն գոյացրու, Տեր եկեղեցին օրհնի, Աստված այդ մեկի պատճառով եկեղեցին կօրհնի։ Եթե միայն մի հոգի, եւ դա ինքն էր, այդ մի հոգին ինքն էր։ Անցավ տարիներ ինքը ռակ հիվանդություն բռնավ եւ դրանից հետո մի հատ քույր եկավ Ֆինլանդիայից, արդեն իմանում եմ, որ կմահանա էդի, մի հատ քույր եկավ Ֆինլանդիայից, մի քանի հատ գործնողություն արավ, կառավարություն իրան ձերբակալեց, բանտում մի քիչ շատ նեղացրան իրան, մի քիչ չէ, շատ նեղացրան, երբ որ դուրս եկավ, մեզի հանդիպավ, մի հետաքրքիր բան ասավ, որ կառավարությունը ոչ ոքուց չի վախենում, մենակ այդ քրոջից է վախենում, մենակ այդ Շիվայից է վախենում, նիհար, կարճահասակ, զորություն չունի, բայց նա նախանձավորություն ուներ Աստծո համար եւ կառավարությունը ինչպես որ Աստծո խոսքն ասում է Հերովդեսը Հովանեսից էր վախենում, Հովանես Մկրտիչից էր վախենում, կառավարությունը դրանից էր վախենում։ Այն մարդիկ, որ նախանձավորություն ունեն Աստծո համար, ավելին ես կեցամ, իմ պարտականություններից ավելին կանեմ, ես ուզում եմ իմ նետերս գետին զարկեմ, ես ուզում եմ Տիրոջ համար ավելին եւ ավելին անեմ։